մարդ, ով պետք է կասեցներ պատերազմը, շարունակում է իրեն պահել, որպես մանկապարտեզից վազելով պախած պաղպաղակառնող մի երիտասարդ չէ, պատանի չէ, երեխա, մանկամիտ, այսինքն, երբ որ խնդիրը գնում է նրա մասին, որ դու մարտ ամսից, ասում ես 2 շաբաթ ժամանակ տվեք, եթե Ռուսաստանը չհամաձայնվի պատժամիջոցներ կմտցնենք, ու արդեն որերորդ 2 շաբաթ անցնում է, ու դու պատժամիջոց չես կիրառում, քեզ սկսում են վերաբերվել որպես փալաս, լատ, որով հատակ են մաքրում ու կեղտոտ տեղերում, որովհետև դու այլևս ոչ մեկ ես։ Ամբողջ կոալիցիան դավաճանելուց հետո շարունակելով խոսել Պուտինի հետ, ոչ մի արդյունքի չի հասել։ Ամբողջ աշխարհը ծիծաղում է։ Բոլորը գիտեն, որ Պուտինը սենց բան է, խաբում է, քթից բռնած քաշատալի։ Այս կողմ են կողմ։ Էլի հարվածել են, էլի մարդեն սպանել խաղաղ բնակիչներ, ուկրաինական փայլուն օպերացիան, որի հարցունքում ոչնչացվել է Ռուսաստանի ռազմավարական այդ 3 հիմնական կոմպոնենտներից մեկը դե ֆակտո ոչնչացվել է, որտեվ իրենց հատուկ ծառայությունները սպասեցին ինչով ռուսները խայտարակ եղան, անստին ընդամենը վնասվել է, ասին դե որ վնասվել է, եկեք մենք ձեզ տեսաշարքը տանք, այս տեսաշարքով 23 հեռահար ռազմավարական նշանակության ռմբակոծիչի ոչնչացման կադրերն են, ընդ որում ասին, որ էլի կա, սպասեք կտանք։ Հիշեցնեմ, ուկրաինական գնահատականներով, հայտարարությունով 41-ներ, այսինքն դա նշան կլոր թիվ է։ Չեն ասել 40-ից ավել, ասել են 41, դա նշանակում է իրենք 41-ի տեսանյութը ունեն։ Ինչով է սա կարևոր։ Իրականում Ռուսաստանի հեռահար ռազմավարական ավիացիան Tu-95-երի եւ Tu-160-ների, այսինքն այդ հիմնական բանն է, կա նաև Tu-22 M3, որոնք որ մի քիչ ավելի շատ են, բայց իրանք Ամերիկային կամ Եվրոպային այդքան, հիմա արդեն ՆԱՏՕ-ի սահմանը, որ Ֆինլանդիան հաշվենք, այո, բայց մեծ հաշվով իրանք ավելի փոքր շարավով աշխատանքի համար են։ Սրանք այդքան շատ չեն։ 41-ը նշանակում է առնվազն կեսը ոչնչացված է։ Առնվազն կեսը, որովհետև սովետական միությունից հետո, փլուզումից հետո արտադրվել է 1 հատ, ընդամենը 1 հատ 93 թվականին, 92 թվականին Tu-95M եւ 1 հատ Tu-160, այն էլ արտադրվել է, որտեղ իրանք կանգնած են ավելի երկար կառուցեցին։ Այսինքն 0-ից չեն հավաքել, 88-ից հավաքում էին, 1-92-ին, 1-93-ին, այսինքն ոչ միայն չի արտադրվել դրանից հետո, այլ նաև արտադրելու հնարավորություն չունի։ Այսինքն Ռուսաստանը այլևս ռազմավարական նշանակության հեռահար ավիացիա ու ռմբակոծիչ ունի 50%, ինչը նշանակում է չունի։ Վատագույն սցենարը։ Վատագույն սցենար չկա, սա լավագույն սցենարն է։ Բունկերում Պուտինին թեժ պատասխան, խիստ պատասխան։ Չկա այդպես բան, գոյություն չունի այդպես պատասխան, որովհետև բոլոր մարդիկ, ովքեր հետևում են պատերազմին, հասկանում, որ ամենալուրջ բանը, ինչը Պուտինը կարող անի, որ բոլորը վախենան, ասենք, չգիտեմ, մտնի Պետդումա, ասի ես հրաժարական եմ տալի, այդ ժամանակ կվախենան բոլորը, որովհետև կհասկանան, որ այն մնացած միջուկային զենքը մնման տեր։ 3-4 տարվա մեջ մենք ամեն ինչ տեսել ենք նույնիսկ այն հրթիռները, որոնք կոնվենցիոնալ պատերազմ չեն կիրառվում, որտեղ իրանք միջուկային զենք տանելու համար են, բայց այդ հրթիռներն էլ ենք տեսել, որոնց մեջ դրված է եղել զուտ մետաղի կտոր, որ քաշել լինի։ Այսինքն չկա այնպիսի մի իրավիճակ, այնպիսի նոր զենք չկա, որի զենք չէ, Արեշնիկը ընդհանրապես աղբ է, Արեշնիկը աղբ է։ Աղբ չի, դա էր իրենց ոնց որ թե հաղթաթուղթը ճիշտ էր, դրանց հետո Իսկանդեր ունեին։ Չէ, Իսկանդերը էլի ունեն, Իսկանդերը էսա 3-4 օր առաջ, 3 հատ Իսկանդեր ոչնչացվեց Կուրսկի մարզում, չէ, կներեք, Բրյանսկի մարզում, բայց հարցը դրանում չի, խնդիրը զենքը չի, իրականում զենքը չի կրակում, մարդն է կրակում, ես դրա համար եմ ասում, որ կարևոր իրավիճակն է, գոյություն չունի այնպիսի մի իրավիճակ, որին ուկրաինական կողմը պատրաստ չի կամ չի տեսել արդեն,
Ուկրաինան տեսել է ռուսական զորքերը Գոստոմելում եւ Բուչայում, եւ սա ոչ միայն ցեղասպանության մասն է, ասում այլ նաեւ Կիևին շատ մոտիկ, դա 17-18 կիլոմետրի մասն է խոսքը գնում։ Սրանից ավելի վտանգավոր բան հնարավոր չի, դրանից ավելի վտանգավոր մենք է ռուսական զորքերը Կիևում, որը որ չի լինելու, որովհետեւ պատերազմը երկար է շարունակվելու։ Պատերազմը Այս վերջին հարցնում եմ ես։ Այս վերջին, հարցնում եմ այս վերջին բանակցությունների արդյունքը, կարծես թե զուտ մարդասիրական կարելի ասել։ Արդյունք չի եղել։ Դա հումանիտար ոնց որ դա ասենք նորմալ է։ հիվանդներին, վիրավորներին տեղափոխեցին։ Շատ կարևոր է, որ 6000 բան դի փոխանցելու թեմայով Ռուսաստան տակարտն անգել, որտեղ ինքը պաշտոնապես ընդունել է ընդամենը 5700 զոհ այս պատերազմում։ Ռուսական կողմը ունի պաշտոնապես, ռուսական կողմը այլ թիվ չի հրապարակել 5700։ Դե հիմա պատկերացրեք, որ Ռուսաստանից գալիս է տեղեկություն, որ 6000 դի ուկրաինացիք են տալիս։ Իսկ ուկրաինացիք կարող են տալ միայն այն պարագայում, եթե ռուսական զորքերը եղել են եւ նահանջել են, որտեղ հակառակ դեպքում ոնց որ եթե դու հարցակվում ես ու քո զորքը զոհա տալիս, այդ դիերը քո տարածքում են, հետո դու պետք է տաս։ Սա նշանակում է, որ նահանջելու բան։ Նահանջելու թեմաները այդքան շատ չեն։ Ուղղակի 2 տարի չեն պահել։ Խնդիրը նրանում է, որ Ռուսաստանը չունի տարբերակ Ուկրաինային թելադրի իր ցանկությունները։ Դրա համար է մեծիցքինակ է եւ դրա համար չէին գնացել Վատիկան, այլ գնացել էին Պոլս, որտեղ Պոլսում բանակցությունները անցնում են Պուտինի լավագույն ընկեր Էրդողանի դրոշի տակ, որը ոչ մի պատասխանատվություն չի կրում, որպես կողմ, որպես միջնորդի ներկայացուցիչ կամ պլատֆորմի ներկայացուցիչ, արտաքին ներկայացուցիչ նստած ա եղել Ֆիդան։ Ֆիդան ով է համաշխարհային բանի մեջ, ոչ մեկ, Թուրքիայի արտգործնախարար, ոչ մի առանձնապես բան։ Վատիկանում եթե լիներ խոսակցությունը, այս մեմորանդումը Մեդինսկու տված արդեն պարզ է, չէ՞, դա կարդացել եք երևի թե, դա չգիտեմ, կարող է դիտողներ չեն կարդացել, խայտառակություն է։ Ռուսաստանը պահանջել է, որպեսզի Ուկրաինան դուրս գա բոլոր այն մարզերից, որոնք ինքը հայտարարել է, որ Իրանն է, այն չի գրավել, բայց ասում դուրս պետք է գաք։ Ու բանից, շփման գծից եւ սահմանից ուկրաինական զորքերը պետք է հետ քաշվեն։ Բացի դրանից, Ռուսաստանը պահանջել է, որ ՆԱՏՕ-ն չընդունի Վրաստանին եւ Մոլդովային, բացի դրանից պահանջել է, որ այդ թղթի տակ ստորագրեն ԱՄՆ-ն, Բրիտանիան եւ Ֆրանսիան։ Այսինքն սա բացահայտ հիմարություն է, մի հիմարն էլ ընդեղ անստած Կրեմլում չունի, դա վաղուց գիտենք։ Ես ուղղակի զարմանում դրա հետ ոնց կարելի է խոսել։ Զարմանում նաև Նիկոլ Փաշինյանի։ Որովհետև ենթադրում եք, որ նման պահանջներ չէին կարող ընդունվել։ Ոչ միայն նման պահանջներ չէին կարող ընդունել, դա ես չգիտեմ ինչ տեսակի ծանր թմրադեղերի տակ պետք է նստած լինի մարդ, որ տենց բան անի։ Այսինքն հատուկ գնացել են տապալելու բանակցությունները, դա այդպես կարելի գնահատել։ Ես ենթադրում եմ, որ Մեդինսկին իրոք հավատում է, որ այդ հնարավոր է ինչ-որ մեկը ստորագրի։ Չէ, ինքը իրոք հավատում է, որ Ռուսաստանը դրան մենակ կարող համաձայնվի։ Այսինքն Ռուսաստանի վերնախավը, այն ինչ որ կարելի է կոչել այդ ալկոհոլիկների մեջ վերնախավ, իրանք իրոք մտածում են, որ դա է լուծումը։ Դրա մասին կարելի էր հայտարարել այդ ինչ որ դուք ասեցիք, կարելի էր հայտարարել այն պահին, երբ իրանք հրաժարվեցին գնալ Վատիկան եւ ասում որ գնում են Պոլս։ Արդեն պարզ էր, որ դեպի ուր են գնում։ Դե ակնհայտ է, հասկանում եք, եթե մարդ ցանկանում է խաղաղություն, ինքը չի բանանում, չի ասում եկեք 2-3 օրով խաղաղություն անենք, որ դիակները հավաքենք մարտի դաշտից։ Այդպես չի լինում։ Դու տենց խաղաղության չես գնում։